Ալավերդու պայմաններում բնակարան գնելը հեշտ գործ չէ։ Աշխատատեղերի բացակայությամբ պայմանավորված մարդիկ ի վիճակի չեն բնակարան գնել, իսկ նրանք, ովքեր աշխատանք ունեն, ստացած գումարով հազիվ իրենց կենցաղային խնդիրներն են հոգում։ Ասում է Արեգ Նազանդիտանյանը, որի ընտանիքը 1988 թվականից ապրում է Գազի զոնա թաղամասում, բայց ոչ սեփական հարկի տակ։ Նորմալ տները երևի մի $20,000 են ասում, բայց 30,000 երևի եթե աշխատավարձ է, դու չես կարող որ տուն առնես։ Դե Ալավերդում որ մեծահարուստ է ինձ թվում է։ Նա միայն, որովհետև մեր թաղամասում այսքան ձգձգվեց այս շենքերի հարցը, ոչ մեկը չկարողացան տուն առնել։ Եվ չեմ պատկերացնում, որ կարողան անել տուն առնել։ Տիկին Արեգ Նազանն այնուամենայնիվ չի հուսահատվում եւ կարծում է, որ օրերից մի օր հնարավոր կլինի սեփական բնակարան ունենալ։ Աստված իմ կողմն է, ես լավատես եմ, մի բան պակաս ուտում են, հագնում են, որ կարողանում ենք ինչ-որ մի բան էլ հետ գցենք, որ տարիների ընթացքում կարողանանք գոնե 4 պատ ստեղծել։ Միայն դա։ Իսկ Համարինե Բաղդասարյանը քանի տարի է չի կարողանում ժառանգած հայրական տունը վաճառել։ Ասում է գնորդները շատ ժամանակ փորձում են շահեկան գնով բնակարան ձեռք գցել, ինչի արդյունքում տուժում են բնակարանը շտապ վաճառել ցանկացողները։ Տիկին Մարինեի դեպքում գումար շտապ պետք չէ, իսկ գնորդ այնուամենայնիվ կարծում է կգտնվի։ Շատ դժվար է տուն ծախել։ Ես չեմ, այդ փողատերն առիթից օգտվում են, էժան են ուզում։ Տիկին Մարինեի վաճառքի ենթակա բնակարանը գտնվում է քաղաքի ներքևի հատվածում։ Ասում է, որ շատ էժան գին է ուզում այն դեպքում, երբ քաղաքի ներքևի հատվածում բնակարանների գներն անհամեմատ բարձր են։ Իմ բիձեն իր մի սենյակը $7,000 ասում։ Ես 6-ով էլ ասի առնող չեղավ։ Մի սենյակն էլի։ Չէ, իմ 2 սենյակ նիշայով է։ Նախորդ տարվա համեմատ այս տարի տների արժեքը նվազել է միջինը 30%-ով։ Այդ են փաստում ոչ միայն Տիկին Մարինեն, այլև հարցված քաղաքացիները։ Ըստ մեր զրուցակցի ներկայում Ալավերդիում բնակարանները գնում կամ վաճառում են հիմնականում Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները։ Հենց Ալավերդիում բնակվող գնորդներ շատ քիչ կան։ Իմ քիրն ամառն եկա, որ իր տունը վաճառի, նա տուն էլ չի արդեն, վերևի հարգա կրիշից լրիվ կաթում է, լրիվ փուլ է եկե։ Էդ էլ ստեղս հասել են էլ եմ վաճառում, որ ուզողը լի, բայց նանդի տուն էլ չի մնացել։ Ըստ թե առնող չէ լավ։ Ինքն էլ երկար ժամանակով չէր եկել, շատ կարճ ժամանակով էր եկել, չկարած վաճառի, թողեց գնաց, իրան նա հեչ պետք չի այդ տունը։ Այնտեղ կվարձիրեք ունի, լավ իրանց բիզնեսն ունեն, ամեն ինչ ունեն։ Ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման տվյալների, բնակարանների առք ու վաճառքի հետ կապված աճ է նկատվում։ Վերջի եռամսյակում 2009 թվականին մոտ 15 բնակարանի առուվաճառք է տեղի ունեցել, 2010 թվականի նույն ժամանակահատվածում կրկնակից ավել։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։